Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նրանք ափ հասան և դուրս եկան նավակից, վերջապես, Հայրոսը շտապ Հիսուսի կարիքն ուներ, նա անցավ ամբոխի միջով և ընկավ Հիսուսի ոտքերի առաջ։ Իմ աղջիկը մահանում է, արագ արի, խնդրում եմ, ձեռքդ դիր նրա վրա և նա կբժշկվի։ Հիսուսը գնաց նրանց հետ, նրանք պետք է շտապեին։ Ինչու Հիսուսը հանկարծ կանգ առավ։ Ով դիպավ ինձ։ Ոչ ես, բոլորը հրմշտում են իրար։ Հիսուսը պտտվեց և տեսավ մի կնոջ, ով իր հետևում կանգնած դողում էր։ Ես պարզապես ուզում էի քո հագուստի ծայրին դիպչել։ Ես 12 տարի է ինչ հիվանդ եմ։ Ոչ բժիշկները, ոչ տեղամիջոցները չեն կարողացել օգնել ինձ։ Ես իմ ամբողջ կարողությունը տվել եմ, որ բժշկվեմ, բայց երբ դիպա քո հագուստին, անմիջապես բժշկվեցի։ Քո հավատքը քեզ բժշկեց, մի վախեցիր։ Հավատքը օգնում է, դու երբեք չես հիասթափվի, եթե հավատաս Հիսուսին։ Թե կարծում ես, դա միշտ չէ, որ օգնում է։ Որտեղ է Հայրոսը։ Հայրոս, ես վատ լուր ունեմ քեզ հայտնելու։ Քո աղջիկը մահացավ։ Նա ընդամենը 12 տարեկան էր։ Հայրոսի հավատքը միանգամից անհետացավ, ինչպես մոմի լույսը քամուց։ Մի վախեցիր, փոխարենը ինձ վստահիր։ Այս խոսքերը նրա հավատքը վերականգնեցին։ Հետո նրանք հասան Հայրոսի տունը։ Փողոցի ծայրից լսվում էր տան միջի լացն ու աղաղակը։ Ինչու եք լաց լինում, երեխան մեռած չէ։ Բոլորը ծաղրեցին Հիսուսին։ Նրանք իրենց սեփական աչքերով էին տեսել։ Հիսուսը բոլորին դուրս հանեց։ Միայն ծնողներին և իր մտերիմ 3 ընկերներին թույլ տվեց մտնել այն սենյակը, ուր պառկած էր աղջիկը։ Այնտեղ քար լռություն էր տիրում։ Արդյոք Հայրոսը մտածում էր Հիսուսի խոսքերի մասին։ Մի վախեցիր, փոխարենը ինձ վստահիր։ Իսկ ինչ պետք է նա այդ դեպքում մտածեր։ Հիսուսը քայլեց մահացած աղջկա մահճակալի մոտ և բռնեց նրա ձեռքը։ Տալիթա, կումի, աղջիկ, վեր կաց։ Ծնողները տեսան, թե ինչպես նա բացեց աչքերը և մահճակալից դուրս եկավ։ Նրան ուտելու բան տվեք։ Տերն ասաց սա, մեկը, ով բժշկում է հիվանդներին և մեռելներին կենդանացնում։ Հիսուսը կարող է ամեն բան անել, բացի մի բանից։ Նա երբեք չի կարող հիասթափեցնել նրանց, ովքեր հավատում են իրեն։ Դրա համար էլ, ինչ որ պատահի կյանքումդ, մի վախեցիր, փոխարենը նրան վստահիր։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։